Բարև ձեզ, Factor TV հյուրը ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է, ողջույն, պարոն Բաբայան։ Տեսանք թեժ երբեմն նաև դաժան քաղաքական պայքար ձևավորվել է արդեն խորհրդարան, Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը, բայց ինձ հետաքրքիր է ձեր գնահատմամբ ինչ է պատվիրակել քաղաքացիին հունիսի 7-ին այս ուժերին ուղարկելով խորհրդարան, այն օբյեկտիվ սպասելիքը հանրության այդ շերտի որն է եւ արդյոք նրանք ունեն ունակություն, ռեսուրսներ, ինտելեկտուալ, կամայն եւ այլ սպասարկելու եւ իրագործելու քաղաքացիների պահանջը։ Բարդ է պատասխանել ոչ թե այն անիպատճառով, որ հարցինք բարդ է, այլ կարծում եմ, որտեվ իմ թերություններից է իրականում։ Չէ, իրականում գիտեք ինչ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մի քիչ ասենք ասենք միամտություն կա եւ մենք փորձում ենք հանրությունը ասենք մեկ պահանջով ներկայացնել կամ նույնիսկ 2-3։ Ես միտումնավոր շերտավորեցի դիմադիր, շատ տարբեր է, նույնիսկ նույն կուսակցության կամ նույն քաղաքական ուժին ձայն տվողները ունեն տարբեր պատվիրաններ, այսպես ասած։ Մեկ ուզում է, որ անպայման դիմացին նստի բանտ։ Մյուս ուզում է, որ ասենք թե կողմնորոշումը լինի դեպի Ռուսաստան կամ դեպի Եվրոպա։ Երրորդը պարզապես ինչ-որ անձնական շահ ունի։ Ես դժվարանում եմ ասել, այս համախմբվածության մեջ կարծում եմ ինչ-որ մի վինեգրետ կստացվի։ Բայց իրականում իհարկե կարելի ասել ինչ կցանկանայի տեսնել։ Ես կցանկանայի տեսնել միազգային ժողով, որտեղ պայքար գնար, թե որ ուժն է ավելի առաջադեմ, որ ուժն է առաջարկում դեպի ապագա որոշակի տեսլական, որ ուժը չի նոստալգիկ ձևով հիշում նախկին ժամանակները կամ խոստանում, որ կվերադարձնի այդ որոշ մարդկանց համար, որոշ խմբերի համար, ուրեմն երանելի ժամանակները։ Կարծում եմ մենք նման մրցակցություն չենք ունենալու եւ դա շատ վատ է։ Արտահայտեցիք ցանկություն եւ իրատեսորեն ընդգծեցիք, որ դա չի լինելու։ Դա չի լինելու, հա։ Այնչու, չէ՞ որ շատ երիտասարդներ կան այդ ցուցակներում, իսկ առաջադեմ լինելը ենթադրում է, որ երիտասարդները կյանքին ավելի ռեալիստորեն են նայում, ավելի միգուցե նաև արժեքային դաշտը ավելի բաց է, ավելի ազատ են մտածում, 21-րդ դարում սոցցանցերը հնարավորություն են տալիս սահմանները ջարդել եւ տեսնել օրինակ, չգիտեմ, եվրոպական երկրներում ինչ է կատարվում, այսինքն ուղեղը մարդու անսահմանափակ ինֆորմացիա է ստանում եւ ավելի առաջադիմական գաղափարների կարծես թե տեղ պետք է բացվեր։ Չէ, ոչ թե կարծես թե տեղ պետք է բացվեր, այդ տեղը բացվում է եւ երիտասարդները իհարկե մեծամասնությամբ այդպես են մտածում։ Կարծում կա բացի թե քաղաքական թելադրանք կա այդպեսին չլինել։ Միգուցե, բայց նայեք, դուք շատ ճիշտ ընդգծում եք 21-րդ դար ավելի պրագմատիկ մոտեցում եւ այլն, շատ կարեւոր է, բայց շատ նաեւ շատ կարեւոր է արժեքային համակարգը։ Որտեւ նայեք 21-րդ դար նրանք ովքեր չեն ընդունում արժեքային համակարգը, որ մարդն է մեծագույն արժեք, կարող են ասել, տեսեք, խնդրեմ դες 21-րդ դար պատերազմներ, ուժն է ծնում իրավունք, սա է ռեալ, պրակտիկ աշխարհի վիճակը, սա չէ, սա ժամանակավոր է։ Որտեւ կյանքը երջանկություն է եւ մարդը ստեղծված է այդ երջանկության համար, ընդ որում ոչ միայն իր երջանկության համար, այլ նաեւ ուրիշի երջանկության համար։ Մենք ոչ թե պարտավոր ենք միայն մեր կյանք գնահատել, պահպանել, այլ նաեւ դիմացի։ Սա օրենք է, որը պահպանելու պարագայում տիրում է խաղաղություն եւ առաջընթաց։ Ինչպես կատարվեց Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ տարածքային պահանջներ, չլուծված հարցեր, ազգային ինքնություն, ազգային թշնամանք,
100-ամյակներով եւ այլն հանգարցակի պարզ դարձավ, որ այս ամեն ինչը դեպի լավ բան չի տանում։ Այս ամեն ինչը տանում է դեպի պատերազմ, դեպի ոչնչացում, իսկ եթե մարդն է կարևորագույն, մեծագույն արժեքը, ապա մենք միշտ կարող ենք ընդհանրություն գտնել։ Մենք հիմա հաճախակի խոսում ենք, կներեք մի քիչ գուցե երկար ստացվեց, թե ինչ հողի վրա կարող են տարբեր պատմություններ, տարբեր արժեքային համակարգ ունեցող ժողովուրդներ, տարբեր կրոններ եւ այլն, տարբեր անցյալ ունեցողներ, հանրություններ իրար հետ գտնել ընդհանուր լեզու։ Մենակ մի պարագայում, երբ որ կա մարդ հասկացողությունը, որպես մեծագույն արժեք, որը չի բաժանվում ոչ դասակարգային բաժանումների, ոչ ազգային, ոչ պետական, ոչ մարդը եւ վերջ։ Եվ երբ որ մենք սկսում ենք հարգել այդ մարդուն որպես անհատին, մենք սկսում ենք հասկանալ, որ պետք է հարգել նաև իր տարբերությունը մեզնից։ Որտեղ առանց այդ տարբերությունը հարգելու մենք իրականում երբեք երկխոսության չենք գա։ Եթե մեր խնդիրը միայն մեր ճշմարտությունը ապացուցելն է, սա մշտական վեճ է, սա մշտական պատերազմ է։ Կարծում եմ Շատ լավ բան ասացիք, այդտեղ գայթակղություն շատ մեծ է հիշեցնել, որ պես թե մարդկային հարաբերություններում, թե նաև ներհասարակական վեճերը կամ այսպես հարաբերությունները կառուցվում են ոչ թե մարդու իրական արժեքների հիման վրա, այլ նրա տարբեր պատկանելիությունների, չգիտեմ, ազգային եւ այլ, եւ մեր հանրությունը ինչքան էլ այսպես ազատ հասարակություն ենք համարվում, դեռևս չի հաղթարել այդ բարիերը, չէ՞, բայց կուզեմ մի հարցել անդրադառնանք, կարող ենք իհարկե անտեսել արտաքին քաղաքական կողմնորոշումների գործոնը նշելով, որ մեզ համար, բոլորն ասում են, չէ, մեզ համար կարևոր է Հայաստանի Հանրապետության շահը, բայց երբ որ խորանում ես, հասկանում ես, ասենք իրենք կարող է գերադասեն, այսինքն Հայաստանի շահը տեսնել, օրինակ Ռուսաստանի շահերի պրիզմայով։ Հա, սա Հայաստանի շահը սպասարկենք, բայց այնպես անենք Ռուսաստանը չնեղանա, օրինակ, հա։ Կան մարդիկ, ովքեր ավելի շատ շփումներ ունեն եվրոպական երկրներ, ամերիկյան, այսպես մայրցամաքի հետ, դրանք սովորաբար պիտի որ ավելի բաց, այսպես արժե համակարգ ունենան, ավելի քննադատությանը հարող, հա, այս արտաքին կողմնորոշումների բախումը ինչ դրսևորում է ունենալու ազգային ժողովում, չգիտեմ, սուվերենության հարց կա, որովհետև Ռուսաստանում մենք տեսնում ենք պրոբլեմատիկ հարաբերություններ եւ մեծ է հավանականություն, որ նա ճնշումներ շարունակի, բայց նաեւ արժեքային հարց կա, չէ, ասենք Ռուսաստանը դժվար է պատկերացնել դաշինք եւ նաեւ ժողովրդավարական ազատ հասարակություն, օրինակ։ Այդ դուք այս կողմնորոշումների հարցը այդ լավ բառ օգտագործեցիք, տենց անենք չնեղանա, հա, շատ դժվար է ապրել, երբ որ քո, այսպես ասած, հիմնական խնդիրը այնպես անել, որ ոչ ոք չնեղանա։ Երկար տարիներ մենք փորձում ենք եւ մեր հանրությանը եւ Ռուսաստանի իշխանություններ բացատրել Ռուսաստանի շահը, ասենց ասենք։ Ռուսաստանի շահը Հայաստանը օգտագործել որպես ասենց սահման մեծ թուրանի, որպեսզի թույլ չտա Ղարաբաղը պահել եւ այլն եւ այլն։ Մենք ուրիշ երկրին բացատրում ենք իր շահը։ Պարզվեց, որ դա անիմաստ է։ Յուրաքանչյուր երկիր հոյակապ ձևի գիտի իր շահը եւ երբևիցե չի փորձում այնպես անել, որ չնեղացնի ուրիշին։ Ես միշտ փորձել եմ պետությունների հարաբերությունները նայել մարդկային հարաբերությունների պրիզմայով։ Եթե դուք ձեր ամբողջ գործունեությունը ծավալում եք այն թեզի ներքո, որպեսզի չնեղացնեք ինձ, ես դից չեմ հարգելու։ Ձեր շահը բացարձակապես հաշվի չեմ առնելու, որտեվ ես արդեն հասկանում եմ, որ դուք չունեք ինքնուրույն մտածողություն, ինքնուրույն շահ, ինքնուրույն գործելաոճ։ Այդ ձեր շահի ընթացքում դուք կարող եք իմ հետ ունենալ եւ բարեկամական հարաբերություններ,
եւ ոչ բարեկամական, եթե ես կոնկրետ վնասում եմ ձեր շահին։ Բայց եթե ձեր ամբողջ գործունեությունը ծավալվում է որպեսզի դուք ինձ հանգարցակի չնեղացնեք, կներեք ես ձեզ բանի տեղ չեմ դնելու։ Մարդկային առումով, նույնը պետությունների առումով։ Իսկ Հայաստանի կնեք զարգացման վեկտորի հարցը արդյոք առաջիկա 5 տարվա համար դուք համարում եք լուծված, ում հետ բարեկամություն անես, ում հետ մերձեցում ձգտես, ակնհայտորեն կամ դու համընկնում ես առնվազն նրա այդ արժեքային աստիճանակարգության մեջ եւ քո պետությունը, քո հասարակությունը կառուցելու ես ըստ նրանից ազդվածության, եթե ավտորիտար ռեժիմների հետ ես բարեկամություն անում, անհնար է դու ունենաս ազատ հասարակություն, այսինքն քեզ թույլ չեն տալու դու ունենաս ազատ ընտրություններ, ազատ մտածելակերպով քաղաքացիներ։ Հիմա ոնց հասկանում ենք այս իշխանությունը մտադիր չի այս պայդրությամբ գոնե Եվրամիության հետ մերձեցումից հրաժարվել, չնայած Ռուսաստանի սպառնալիքների եւ պատժամիջոցներին։ Այս հարցը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, պարոն Բաբայան, պետության, հասարակության զարգացման իմաստով, թե սա ուղղակի մեզ մցրել են փակուղի կամ գեոպոլիտիկ ինչ-որ բախման դաշտ։ Չէ, միանշանակ սա ունի ռազմավարական նշանակություն եւ անկեղծ ասած ես շատ պարզդով եմ տեսնում այս բաժանում դեպի որակ թե որակի մերձում, որտեղ մենք հաճախակի խոսում ենք Եվրոպա, Ռուսաստան եւ այլն, այդ տակը ինչ է։ Ինչի մասն է դա, այո։ Տակը որակյալ կյանքի մասին է խոսքը գնում։ Ագրեսիվ քաղաքականություն, մարդ հասկացողությունը մերժելու քաղաքականություն, հա, որպես արժեք Ռուսաստան եւ հակառակ։ Ինչը մենք կընտրենք։ Յուրաքանչյուր մարդ, էլի բերեմ մարդու հետ, հա, հարաբերություն, յուրաքանչյուր մարդ ձգտում է դեպի որակյալ կյանք։ Սա է առաջընթացի, այսպես ասած, քվինտեսենցիա։ Այ խոսում եք առաջադիմությունից։ Այս հարցը Ո՞րն է առաջադիմությունը, որակ։ Որակ կենցաղի մեջ, որակ չգիտեմ ուտելիքի բժշկությունը, կրթությունը, արվեստը եւ այլն եւ այլն։ Զարգացումը միայն այդպես է։ Չի կարող լինել երկրի եւ ժողովրդի հիմնական նպատակը յոլա տանել կյանքը մի կերպ պահպանել մեզ։ Դա էմիգրացիա ամենամեծ ուրեմն հնարավորություն տվող թեզն է եւ եւս մի շատ կարեւոր բան։ Միշտ եղել եմ, այսպես ասած, դեպի Եվրոպա գնալու ուղղությամբ, մերժել եմ հենց առաջին օրվանից այդ մեկ գիշերվա ընթացքում կայացված որոշումը, բայց հիմա կա ուրիշ հանգամանք, որը պետք է անպայման հաշվի առնել։ Ռուսաստանը նման է հիմա վիրավոր գազանի։ Սա պետք է հաշվի առնել։ Այսօրվա Ռուսաստանը դա 5 տարի առաջվա Ռուսաստանը չի, 10 տարի առաջվա Ռուսաստանը չի, առավել եւս 30 տարի առաջվա Ռուսաստանը չի։ Ես չեմ ասում, որ պետք է հրաժարվել դեպի Եվրոպա։ Միանշանակ պետք է գնալ եւ միանշանակ ամեն ինչ պետք է պատրաստել եւ առաջին հերթին, ասենք ասեմ, հասարակական հանրային մտածողությունը պետք է դառնա այդպեսին, դեպի որակ գնալու մեծագույն ցանկություն, որպեսզի հասկանանք, որ այդ գազելից տեղափոխվել ուրեմն գերմանական ավտոբուսներ սա է դեպի որակ գնալու, ոչ թե պարզապես ինչ-որ շատ լավ համեմատություն բերեցիք։ Դե գազելից ման երկար ճանապարհ է իրականում, Միքայել չի էլի։ Իրականում երկար ժամանակ ինչու ոչ մի բան չէր փոխվում։ Դե գնում են, հասնում են էլի, ապրում են, չէ։ Յոլա ենք գնում։ Յոլա ենք գնում։ Կզած յոլա ենք։ Հիմա այս ձևով կարելի է այս հասարակ բանը կարելի է տեղափոխել ուզած ոլորտի։ Եվ պետության որակի վերջո բան։ Այո։ Ուրեմն միանշանակ, բայց պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք մի երկրի հետ, որը ըստ իս հայտարարել է Հայաստանին պատերազմ։ Պատերազմ անպայման տանկերով չի եւ ուրեմն հրետանիով չի,
Եվ որը այսօրվա կոնկրետ այսօրվա իր վիճակով իսկապես վիրավոր գազան է։ Ես չգիտեմ ինչքան կտևի այս վիճակը։ Մենք հայերս ընդհանրապես առավել ևս մեր քաղաքական ուժերը ունեն մի շատ զարմանալի հատկություն, բացարձակապես հաշվի չառնել ժամանակը։ Նրանց թվում է, որ աշխարհը կառուցված է մի ձևով եւ այդ հարաբերությունն, այդ աշխարհի կառուցվածքը հարյուրամյակներով կամ տասնամյակներով չի փոխվում։ Եվ դրա համար շատ հաճախակի խոսում են հավերժ բարեկամի եւ հավերժ թշնամու մասին։ Հավերժ ոչ մի բան չկա սկսած մեր կյանքից։ Պուտինը խոսում է ապահարզանի մասին, սա ռուսական մտածողության իմաստով կարևոր ամեն դեպքում մեջբերում է, հա, իրենք մեզ ոնց են ընկալում, ումից են ապահարզան տալիս։ Եվս մի կարևոր բան կա ապահարզանից բացի։ Յուրաքանչյուր մարդ ձգտում է որպեսզի իրեն հարգեն։ Նույնը յուրաքանչյուր պետություն։ Բայց ինչպես ենք մենք կառուցում այդ հարգանքի դաշտը եւ մարդը եւ պետությունը։ Մեր ինտելեկտով, մեր աշխատասիրությամբ, մեր տաղանդով, մեր մարդկային հատկություններով, թե վախացնելով դիմացին։ Այ Ռուսաստանը այդ վախեցնող մարդն է։ Նա ուրիշ հարգանքի ձև չգիտի։ Պատրաստ ենք մենք այս ձևով մեզ, այս դաշտում դասավորել մեզ, մշտապես լինելով վախեցած։ Ընդ որում դա վախեցնում է ոչ միայն իր, այսպես ասած, այդ մրգեր բանջարեղեն արգելելով, հա, իր հիմնական վախեցնելու գործոնը դա թուրքն է։ Ես դες վախեցնում, ես դες վախեցնում եմ, թուրքը կգա դες կոտորի, կսպանի, եթե ես չլնեմ։ Ուրիշ ձևի հարաբերությունները չեն դասավորվում այդ երկրի համար, ընդ որում մենք ինչ-որ օրիգինալ չենք այդտեղ։ Այսինքն կամ թուրքերով են վախեցնում, կամ սպառնում են, որ հանկարծ եվրոպացիների հետ մերձեցում չանեք, կպատժենք ձեզ։ Այլ լեզուն հնազանդության լեզուն է, հա։ Այլ լեզու, որ գիտեք ինչ, եկեք շահագրգռենք։ Հնազանդությունն էլ մեզ բերեց նրան, որ մենք կորցրենք Արցախը ռուսական հովանավորության տակ գտնվելով։ Դա ռեալիզմը հնազանդությունը այդքան լավ բան չի։ Ուզում եմ ասել, մենք փորձարկել ենք այդ ձևաչափել։ Առավել ևս մենք մոռանում ենք, որ Ռուսաստանը դա մի երկիր է, որը մինչև 1860 թվականը եղել է ճորտատիրական երկիր։ Մարդկանց կարելի է վաճառել, մարդկանց կարելի է կազինոներում տարվել այդ մարդկանց կարելի է սպանել եւ ոչ մի բան չէր։ Վերցնենք նայեք Ռուսաստանի պատմությունը։ Սա այն թվականներն էր, երբ որ արդեն մարդու իրավունքներ էր բացվում, ընտրություններ էր լինում Եվրոպայում եւ այլն, այդ երկիրը ցավոք սրտի ես մեծագույն երկրպագուն եմ ռուսական մշակույթի եւ շատ լավ գիտեմ այն, որտեւ ես նաեւ կրթությամբ ռուսական գրականության մասնագետ եմ եւ երկրորդ կրթությունն եմ ստացել Ռուսաստանում եւ ռուսական դրամատուրգիայի գործեր եմ բեմադրել եւ Ռուսաստանում բեմադրություն եմ արել, բայց ես նաեւ ռեալ պատկերն եմ տեսնում։ Երկիրը չունի, ասենք ասեմ, ավանդույթ ժողովրդավարության։ Եվ պարզ է, որ նա այդ իր ընդունված ձևը տարածում է ուրիշ երկրների վրա։ Կներեք, եթե մենք կարող ենք կեղծել ընտրությունը, եթե մենք կարող ենք բռնատիրական համակարգ ստեղծել մեր մոտ, ինչու դուք չեք կարող դա անել, ընդ որում անել այնպես, ինչպես մենք ենք դա ուզում։ Սա, ասենք ասեմ, արձանապատության հարց է իրականում։ Մի օրինակ բերեմ, Ոսկե ծիրան կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը հաճախակի պատմում է, թե ինչպես է հղացել այդ միտքը փառատոն ստեղծել, կինոփառատոն ստեղծել Հայաստանում, ընդ որում այդ կինոփառատոնը հիմա մտնում աշխարհի լավագույն 50 կինոփառատոների շարքում։ Նա չի օգտագործում մի բառ, բայց հիմքում այդ բառն է արժանապատվություն։ Արժանապատվությունն է ծնել ցանկություն, ստեղծել
այդ փառատոնը, դարձնել այդ փառատոնը համաշխարհային երևույթ, զարգացնել եւ դարձնել շատ սիրելի ոչ միայն մեր հանրության կողմից, այլ նաեւ ամբողջ աշխարհի կողմից։ Նույնը ուզած ոլորտում արժանապատվությունը թույլ չի տալիս քեզ սպասարկել ուրիշի շահը։ Եվ որևէ բացատրություն, որ հակառակ դեպքում մեզ կջնջեն, մեզ կվերացնեն, ասում են հիմնականում մարդիկ, որոնք շատ արագ լքում են այս երկիրը։ Եվ դու տեսնում ես, որ Կրասնոդարից կամ Լոս Անջելեսից հնչում են ամենահայրենասիրական կոչերը։ Վառեք թուրքերին։ Բացից վրա վառեք թուրքերին, մեզ խորհուրդ են տալիս, եթե ոչ դուք դավաճան եք։ Այո, թե իրական հայը ոնց ինչպիսին պետք է լինի։ Մենք էլ ստեղ արդարանում ենք, ասում ենք, գիտեք ինչ, ախր մենք այս պայմաններում պետք չի արդարանալ, որ մենք այս պայմաններում ենք ապրում, մենք ապրում ենք հոյակապ պայմաններում, մենք ապրում ենք աշխարհի կենտրոնում։ Ավելին ասեմ, մենք որպես մարդ յուրաքանչյուրս աշխարհի կենտրոնում ենք։ Եթե տիեզերքը սահման չունի, որտեղ եք դուք գտնվում։ Կենտրոնում, որտեղ նա սահման չունի, նույնը ես, նույնը մեր երկիրը։ Այստեղ շատ կարևոր բան կա, վերջերս Նարեկ Կարպետյանը խոսում էր հայ ժողովրդի բացառիկության մասին, բացառիկ առաքելության, որ մենք ենք հրյաները ու տենց մի քանի ուրիշ ժողովուրդ էլ կան, այսինքն կրոնական երանգներով էր փորձում հայ ժողովրդի այսպես բացառիկությունը ընդգծել։ Սա իհարկե շատ հայտնի քաղաքական հոսանք է, իրականում իմ սուբյեկտիվ գնահատում, եթե ինչ-որ մեկին դա հետաքրքիր է, շատ վտանգավոր, որովհետև դա կարող է մարդկանց իրականությունից կտրել եւ այսպես գետնից կտրել եւ մենք կտրված լինելով գետնից տեսանք ինչ եղավ վերջին 5-10 տարում, հա։ Այդ ոնց անել, որ քաղաքական գործիչները նաև պատասխանատու գտնվեն իրենց բառապաշարում, հա, այսինքն ամենևին չթերագնահատելով մեր ժողովրդի ավանդը, մշակույթը, կրոնը, պատմությունը մենք դրանով հպարտանում ենք, բայց նաև adekvat գտնվել թե միջազգային մարտահրավերներին, թե նաև սեփական պետություն կառուցելուն, ասենք պետական ինստիտուտների կարևորությունն է այստեղ, հա, նսեմ ասվում այն իմաստով, որ դե մենք այսպես առաքելություն ունեցող ժողովուրդ ենք, հիմա ինչ պետական ինստիտուտներ կունենանք եւ այլն, դա կարող է մի քիչ ստվերվել։ Այս պնդումը, որ դուք արեցիք, ես այս հարցը հիշեցի, հաշվի առնելով նաեւ ներքաղաքական այսպես զարգացումները, ինչ կարող եք ասել։ Այդ մեր դերը այո, ապրելով աշխարհի կենտրոնում, դա ամենևին ես չեմ բացառում, որովհետեւ հենց իմ բնակության վայրը ընտրել եմ Հայաստանի Հանրապետությունը, չէ՞, եւ յուրաքանչյուրը այդպես է։ Ոնց առաջ շարվել, որ եւ իրականության մեջ մնալ եւ այսպես ասենք չթերագնահատել սեփական կարեւորությունը։ Ազդել ինչ որ ձեւ քաղաքական գործիչների վրա, կարծում եմ անիմաստ զբաղմունք է։ Նրանք տալիս են, պատրաստում են այն ուտելիքը, որը պահանջարկ ունի։ Միակ ձևը մերժելու զրկել այդ պահանջարկից իրենց։ Քանի մենք լսում ենք, սիրում ենք եւ լավ ենք մեզ զգում ոչ թե ռեալ ծրագրերի մասին խոսակցությունից, այլ նման գեղեցիկ ականջը շոյող ուրեմն գաղափարներից միշտ կգտնվեն, թող չլինի Կարապետյան, թող լինի Պողոսյան, Անձը չի այստեղ խնդիրը, միշտ կգտնվեն նման մարդիկ։ Եթե դու ուզում ես խափնվել, միշտ կգտնվի նա, ով քեզ կխափի։ Դա միանշանակ է։ Եթե դու չես ուզում խափնվել, դու իրավունք չունես ասել մի խափեք ինձ, դու պարզապես չպետք է խափնվես։ Չէ, ուղղակի կրոնական ելևէջներով բացատրել սեփական ազգի։ 21-րդ դարում խոսել սրա մասին, գիտեք ինչ, ես խոսում ենք առաջադիմությունից։ Ագնոստիկ եմ, ես շատ մեծ հարգանքով վերաբերվում եմ եւ հավատացյալ մարդկանց եւ աթեիստներին եւ ընդհանրապես կարծում եմ, որ Աստվածաշունչը մի հրաշալի դասագիրք է, որը բազմաթիվ
հրաշալի պատմություններ ունի իր մեջ, որոնք պետք է կարդալ եւ հասկանալ։ Այս վերջերս, երբ որ այս Ռուսաստան այս պատժամիջոցները մտցրեց, հա, եւ սկսեցին բազմաթիվ ելույթներ ունենալ ասելով մեր պամիդորը, մեծ ծիրանը եւ այլն, ինչ ենք անելու, կործանվելու ենք, գնանք ներողություն խնդրեք Ռուսաստանից, որ նա թույլ տա որ գա։ Աստվածաշնչում կա մի հրաշալի պատմություն, մի աման ոսպապուրի մասին, Եսավի եւ Հակոբի, երբ իր անդրանիկության իրավունքը Եսավը մի աման ոսպապուրով վաճառեց ուրեմն Հակոբին։ Բա այս պատմությունը ում համար է։ Մենք պատրաստ ենք մեր անդրանիկության իրավունքը մի աման ապուրով ոսպապուրով վաճառել ուրիշին։ Դա հիմա որ հարցնես այդ մարդկանց, որոնք այսպես մեծ գովազդ են անում այդ հաշվի առնել այդ հանգամանքը եւ էլի նետվել դեպի Ռուսաստանը, թե որ նրանք բոլորը քրիստոնյա են, թե որ նրանք բոլորը հավատացյալ են, բայց այդ քրիստոնեությունը այդ գիրքը չկարդալու մեջ է, թե մենակ եկեղեցի մոմ վառելու, եկեղեցի գնալու եւ մոմ վառելու մեջ է։ Չէ, ես կարծում եմ մենք հաճախակի շատ բան ենք պահանջում քաղաքական գործիչներից։ Քաղաքական գործիչները սպասարկում են այն տրամադրությունները, որոնք իշխում են հասարակության մեջ։ Եվ ինչքանով մենք կլինենք առողջ, այնքանով առողջ կլինեն քաղաքական գործիչները, որտեղ իրանք կտեսնեն, որ այդ ոլորտը, որ իրանք փորձում են որպես սպեկուլյացիա օգտագործել, պահանջարկ չունի։ Գիտեք, այս աշխարհում ստերիլ ոչ մի բան չկա։ Եվ հիվանդության դեմ պայքարում են առաջին հերթին իմունիտետով, այլ ոչ թե նրանով, որ այ հիվանդություն չկա, միկրոբները կան, միկրոբները դու չես կարող վերացնել։ Կարող ես դիմադրել, դիմադրի չես կարող, կներես դա արդեն քո մեղավորությունն է։ Պաշտպանական պարիսպներ կառուցել է ըստ էության։ Կոպիտ ասած, եթե դու քո ձեռքերը օճառով չես լվանում, մի բողոքի վիրուսներից։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան, հետաքրքիր ուղերձ է, կարծում եմ լավ վերջաբան է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Ռուբեն Բաբայանին։